Կարդամ ես, եթե ունեք գրքեր բացեք, Եսայա 6-րդ գլուխ առաջինից 9 համարները։ Ոզիա թագավորի մեռած տարին տեսա Տիրոջը, բարձր եւ վերացած աթոռի վրա նստած եւ նրա քղանցքը լցրել էր տաճարը։ Սերովբեները կանգնած էին նրանից վերև, որոնց ամեն մեկը 6 թև ուներ։ Երկուսով ծածկում էր իր երեսը, երկուսով ծածկում էր իր ոտքերը, երկուսով թռչում էր, եւ մեկը կանչում էր մյուսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորաստերը։ Բոլոր երկիրը լիքն է նրա փառքով։ Եվ դրանդիքի հիմերը երերացին աղաղակողի ձայնից, եւ տունը ծխով լցվեց։ Եվ ես ասեցի. Վայ ինձ, որովհետեւ կորած եմ, որովհետեւ ես պիղծ չրթունքով մարդ եմ եւ պիղծ չրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զորած Տեր Թագավորին։ Եվ սերովբեների մեկը թռավ ինձ մոտ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վրայից, նրանով կպավ իմ բերանին եւ ասեց. Ահա սա կպավ քո շրթունքներին, եւ քո անօրինությունը հեռացավ եւ քո մեղքը քավվեց։ Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. Ում ուղարկեմ, ով կգնա մեզ համար։ Եվ ես ասացի. Ահա ես, ինձ ուղարկի։ Եվ նա ասաց. Գնա եւ ասա այս ժողովրդին, լսելով կլսեք, բայց չեք հասկանա, տեսնելով կտեսնեք, բայց չեք իմանա։ Եսայան գրում է, որ հանդիպումը Տիրոջ հետ եղավ մի կարևոր իրադարձությունից հետո, եւ այդ իրադարձությունը ասում է, որ դա Ոզիա թագավորի մեռած տարին էր։ Ինչի ոչ մինչև Ոզիա թագավորի մահանալը, որովհետև Ոզիա թագավորը Եսայա մարգարեի հորեղբայրն էր։ Ճիշտ է, որ ինքը մարգարե էր, բայց ըստ էության Եսայայի կողմնորոշումը, ապավինությունը, կենտրոնացումը, ապագայի հույսերը, ամեն բան կախված էր իր թագավոր հորեղբոր հույսերով։ Եսայան գիտեր, որ իրան լավագույն ապագա է սպասվում, եթե կոպիտ ասեմ մեր ժամանակների առումով, Հարվարդ ընտրի, Քեմբրիջ ընտրի, որը որ ուզում է ընտրի, մեկը պրոբլեմ չունի, ինքը ամենտեղ իր համար դռները բաց են, ինքը բոլորը իրան ճանաչում են որպես թագավորի զարմիկ եւ ինքը ոչ մի խնդիր չունի։ Եվ հանկարծ մահանում է Ոզիա թագավորը։ Հանկարծ է մահանում, պատահական է մահանում, չեմ կարող ասել, որ պատահական, որտեղ պատահական բաներ չի լինում։ Երբեմն մեր կոմֆորտի զոնան ամենախանգարող բանն է ասում, որ մեր կյանքերի մեջ իր աստվածային ծրագիրը իրականացնի։ Եվ այդ կոմֆորտի զոնան անպայման կառուցվում է ինչ-որ մեկի ապավինության, ինչ-որ մեկի հեղինակության, մեր ունեցած, մեր բարեկամ, մեր հարազատ եւ այլն տարբեր մարդկանց արկայությունը, որովհետեւ իրանք կան, ու մենք գիտենք, որ իրանք կան, մենք պրոբլեմ չունենք։ Ու հանկարծ Աստված հեռացնում է այդ ապավինությունը։ Կարանք ասենք Աստված է հեռացնում այդ ապավինությունը։ Այո, Աստված է հեռացնում։ Մենք ուշ ենք հասկանում, այն խոսքը, ընդհանրապես մենք որպես գիտություն լավ գիտենք, բայց իրականում չենք հասկանում իր ներքին այդ պոտենցիալը ինչ է նշանակում։ Օրինակ, երբ որ Աստված ասում է անիծյալ է այն մարդը, որ մարդուն է ապավինում, կամ անիծյալ է այն մարդը, որ իր բազուկին է ապավինում։ Մենք չենք հասկանում, բայց իրականում այդ անեծքը որն է, հիվանդանա մահանա, չէ։ Այդ անեծքը նա է, որ այդ մարդու կյանքի մեջ աստվածային նպատակը, ծրագիրը չի կատարվի։ Եվ Աստված ստիպված է հեռացնելու մեր ապավինությունները, որպեսզի մենք կարողանանք կանգնենք իր առաջ եւ իրան ընտրենք որպես մեր կյանքի միակ ապավեն։ Նույն ձև ոնց որ գրված անիծյալը նա, որ մարդուն ապավինում, գրված է երանի նրան, որ իր հույսը դրել է իր Տեր Աստծո վրա։ Երանի նրան, ում ապավենը Իսրայելի Աստվածն է։ Ամեն։ Երբ որ Ոզիան մահացավ, Եսայան սկսեց Տիրոջը փնտրել։ Եվ ըստ էության ես ինչ որտեղ մեկից լսել եմ, որ ասում է
Եսայան, որ Տիրոջը հանդիպեց, ոչ շաբաթ էր, ոչ տոն օր էր, ոչ պաշտամունքի օր էր, ու ինքը գնում էր տաճար, եւ իրան հանդիպող ասում են, ուր ես գնում Եսայա, ինքը ասում էր, գնում եմ տաճար, ասում է, ինչ կա տաճարում։ Իրականում ինքը տաճարում էր, որովհետեւ գրած է, որ նրա քղանցքը հանդերձի տաճարը լցնում էր։ Ինչ կա տաճարում, այսօր ոչ շաբաթ է, ոչ պաշտամունքի օր է, ոչ տոն է, ոչ մի բան է։ Հատկանշականը փափագն է Տիրոջը փնտրելու։ Այն կարիքը, որը որ մեզ դրդում է դուրս գալ մեր սովորական լինելու հունից։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, մենք դրան մի քիչ ավելի հետո կանցնենք այդ երրորդ զույգ թևերի ժամանակ, եթե ուշադրություն դարձնեք, հանդիպումները Տիրոջ հետ միշտ լինում են սովորականի սահմանից դուրս։ Մովսեսը, երբ որ հանդիպես Տիրոջ հետ, այդ օրը ավելի հեռու տարավ իր հոտերը, քան 40 տարի արածացրել էր։ Գրած է, որ հեռու գնաց հասավ Աստծո լեռը եւ Տերը այնտեղ հանդիպեց իր հետ։ Եվ շատ կա այդ ձևի տեղեր։ Իմ շատ սիրած տեղերից մեկը Եղիսե մարգարեի ժամանակահատվածն է թագավորած գրքում, եւ այդ կինը մեծահարուստ սունամացի կինը, որ իր համար վերնատուն էր սարքել եւ ընդունում էր Եղիսեին, հրաշք անձնավորություն էր։ Չգիտեմ, կարդացել եք այսօրվա դրած խոսքերը չաթի մեջ, երբ որ ինքնաբուխ ուղղակի իրանից ամեն ինչ արել էր Եղիսեի համար, սկզբից կերակրում էր նրան, հետո դառավ դա ստաբիլ, Եղիսեն հենց որ անցնում էր մտնում էր հաց էր ուտում, հետո այդ կինը իր մեջ մտածեց, որ կարծում եմ Տիրոջը շատ հաճելի են այդ մարդիկ, ովքեր որ իրանք իրանցից բավարարված ու գոհ չեն ասում, հա դե ես ամեն անգամ կերակրում եմ, լավ է արդեն, չէ, ինքը ասեց ամուսնուն, արի մի հատ վերնատանը սենյակ սարքենք ես Աստծո մարդու համար, որ երբ որ գնա պարկի հանգստանա։ Վերնատան այդ սենյակում Եղիսեն մտածեց, այս կինը այսքան բան է անում, պետք է որ իր համար մի բան անենք, կանչեցին իրան, ասեցին, ինչ կուզես, ինչ խնդրանք ունես, կուզես թագավորի ինչ որ բանով բարեխոսեմ կամ զորապետին, ասեց, չէ, ես իմ ժողովրդի մեջ եմ ապրում։ Ոչ մի բան չեմ ուզի։ Ապշելու բան, ապշելու։ Գիտեք մեկին, որին մարգարեն ասի ինչ ուզես կլինի, ինքը չուզի ոչ մի բան։ Դու ես այդպիսին ենք, չէ։ Մենք անպայման, դաժե ձևի քարոզ կա, դու պետք է նախորոք իմանաս ինչ ես ուզում Աստծուց, որ Աստված տա քեզ։ Այդ կին ասեց չէ, կարիք չուներ, ուներ, ամուսինը ծեր էր, կարար ասեր օրհնի ես ամուսնուս, նորոգի իր կյանքը, տարբերությունը երևի տարիքային շատ էր, ինքն էլ երեխա չուներ, տեսել եք մեկին, որ երեխա չի ունենում, ու գոհ է իր վիճակից, ասեց ոչ մի բան չեմ ուզում, ու գնաց, ապշելույա, չէ, հետո Գեհեզին ասեց, այս կինը ամուսինը ծեր իրանք էլ երեխա չունեն, ասեց կանչի նորից, կանչեց, ասեց մի տարի հետո այս ժամանակ գրքիդ երեխա կունենաս։ Եվ այս կինը Եղիսեին ասեց, ինձ մի խաբի ով Աստծո մարդ։ Գիտեր որ հնարավոր չի։ Ասեց ինձ մի խաբի, բայց հետո մի տարի հետո երեխան ծնվեց իրա։ Եվ երբ որ երեխան մի քիչ մեծացավ, գիտեք որ գնաց հոր մոտ, հետո ուժեղ գլխացավեր ունեցավ, հայրը ուղարկեց մոր մոտ եւ մահացավ այդ երեխան։ Եվ այդ կինը մարդ ուղարկեց ամուսնու մոտ, ասելով էշերից ուղարկի, որովհետև գնում եմ Աստծո մարդու հետ հանդիպեմ։ Եվ մարդը սենց անում, ինչ խաբար է, ոչ տոնա, ոչ շաբաթ է, ոչ էլ ամսագլուխ է, ուր ես գնում։ Ասեց հեչ, հանգիստ տեղի, չասեց երեխու մասին։ Լսում եք, ոչ տոնա, ոչ շաբաթ, ոչ ամսագլուխ։ Աստված հանդիպում է մարդկանց սովորության սահմաններից դուրս։ Մենք պետք է դուրս գանք սովորության սահմաններից։ Եթե դա դառել է մեզ համար կոմֆորտ, հոգևոր կյանքն էլ կարա մեզ համար կոմֆորտ լինի, չէ՞։ Մենք գալիս ենք, վայելում ենք Տիրոջ ներկայությունը, օրհնվում ենք, երգում ենք, աղոթում ենք, մեր աղոթքների պատասխանները ստանում ենք, ինչ ասա, սա կոմֆորտ է։
Տիրոջ ներկայությունը դառնա սովորական։ Սա ահավոր բան է, եթե հանկարծ այդպիսի բան լինի։ Ինչն է մեզ բերում հանդիպան Տիրոջ հետ փափագը, սովորականից ավելի փափագը։ Ոնց որ գորխի որդիները ասում են, հոգիս ծարավ է ասու, կենթանի ասու, երբ պետք է գամ նրա առաջ Երևան։ Այս սա է հանդիպման նախապատմությունը իրականում։ Եսայան փնտրում էր Աստծուն, որովհետև ինքը մնացել էր օդից կախված։ Իրան ապավեն էր պետք եւ ինքը Տիրոջը փնտրում էր։ Ես վստահ եմ, որ ինքը չէր էլ մտածում, որ Տերը այդ ձև կհայտնվի իրան։ Երկինքը կբացվի, ինքը կտեսնի Աստծուն գահի վրա նստած եւ սերով բեները, բայց մեր Աստվածը հավանում է փնտրողներին։ Եթե լավ չհասկացաք, մեր Աստվածը շատ է հավանում իրան փնտրողներին, ոչ թե խնդրողներին։ Իրանից ոչ թե խնդրողներին, այլ իրան փնտրողներին։ Տիրոջը շատ հաճելի են։ Տեր Հիսուսը ասեց 3 տարբերակ Աստծո հետ հարաբերության՝ խնդրել, փնտրել, թակել։ Խնդրելը սովորության համեմատ է։ Բոլորը խնդրում են։ Բոլորս խնդրում ենք։ Ավելին ասեմ, մենք տարիներով խնդրում ենք։ Ու Տերը տալիս է մեզ, երբ որ ես մարդուն հարցնում եմ, ասում եմ Տիրոջ հետ կապ ունես, ասում է հա, ասում եմ ինչով է երևում, ասում է Տեր իմ աղոթքներին պատասխանում է։ Ասում եմ Տերը հեթանոսների մեղավորների աղոթքներին է պատասխանում։ Դա վկայություն չի։ Դա վկայություն չի։ Համաձայն չեք, որ նա այնքան ողորմած է, որ իր արևը ծակեցնում է թե արդարի թե մեղավորի, իր անձրև ուղարկում է թե արդարի թե մեղավորի։ Տերը ողորմած է։ Եվ դա վկայություն չի, որ մենք իր հետ հարաբերություն ունենք։ Հիսուսը ասում էր, երբ որ աղոթք եք անում, հեթանոսների պես շատախոս մի եղեք, որով մտածում են, որ իրանց շատ խոսալուց պիտի լսվեն։ Ինչի են հեթանոսները շատ խոսում, որովհետև իրանք չեն ճանաչում նրան, ում աղոթում են։ Հեթանոսների հատկանիշը սա է, որ նրանց Աստվածը, որովհետև անձ չի, հաղորդակցելի չի, իրանք չեն ճանաչում իրան, որովհետև չկա հաղորդակցություն կուռքի հետ։ Ինչ են անում իրանք աղոթքի մեջ համոզում են Աստծուն, որ իրանց լսի։ Դրա համար շատախոս են։ Հիսուսը ասում է, դուք որ աղոթում եք, ձեր հորը պատկերացրեք, որ երեխան գալիս է քո մոտ ու մի հատ բան ա տեսել ու ինքը շատ ուզում է, որ դուք այդ առնեք իր համար։ Էդգար, այնքան նենց հավես պատկերացնում եմ քո տղու վրով։ Այնքան անուշ է այդ երեխան։ Ու ես վստահ եմ, որ մեկից մեկ համոզում է քեզ։ Շուտ, չէ՞։ Պետք էլ չի, որ ինքը երկար բանանի։ Բայց պատկերացնում եք, չէ՞, որ մեր երեխեքը գալիս են մեզ համոզում են, պապ ջան, այնքան լավն է, պապ, խնդրում եմ, շատ եմ ուզում, ախր, պապ, այն հարևանի տղային, այն Արտուրիկը ուրնի, ես էլ եմ ուզում։ Համոզում են, ու դու կանգնած ես, դու իրա պապան ես, դու իրա հերն ես։ Դու ուզում ես քո երեխուն ուրախացնես, ուզում ես իր համար լավ բան անես։ Բայց մի պահ մտածում ես, որ ես ինչ է ինձ համոզում։ Իրան թվում է թե ես չեմ ուզում, ու իրան ինքը պետք է ինձ համոզի։ Դուք պատկերացեք, որ մենք ենք Աստծուն համոզում։ Ու մեր կարճ խելքով մեզ թվում է թե մենք ավելի բարի ենք, քան թե Աստված։ Ու մենք պետք է իրան համոզենք մի բան, ապացուցենք, Սուրբ գրքով իր առաջ դնենք, իր խոստումներով հաստատենք։ Ինչի է Տերը ասում խնդրեք։ Ինչի է խնդրելը մտցնում։ Օրինակ, եթե ես ելնեի Հիսուսի տեղը, խնդրելը չէի ասի, որովհետև խնդրելը իրան դուր չի գալիս։ Որովհետև ինքը ասում է ձեր հայրը գիտի ինչ է ձեզ պետք դեռ իրանից չխնդրած։ Ամեն։ Բայց մենք համոզում ենք։ Տեսել եք Հիսուսը հորը համոզի ինչ որ բան, չէ՞։ Ինքը ասում է ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, ես գիտեմ, որ դու ամեն բան գիտես, հետո Ղազարոսն ասում է Ղազարոս դուրս արի։ Սա է իրականում։
Հիսուսը հորը խնդրում էր այն Գեթսեմանում, որ եթե հնարավոր է դա անցնի, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը լինի։ Բայց մենք ասում ենք, ես ուզում եմ, որ քո կամքը լինի եւ քո կամքը լինի իմ կամքի պես։ Բայց այդ Աստծուն չենք աղոթում մենք, չէ՞։ Այդ մենք ենք լուծում այդ հարցը, որովհետեւ Տերը գիտի, թե ինչքանով է ճիշտ այդ մեր խոսքը, որ մենք ասում ենք, ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի։ Որովհետեւ երբ որ մենք չենք կարողանում դա ասենք, մենք անհավատության մեղքի մեջ ենք։ Որովհետեւ մեր կամքը ավելի բարի ենք համարում, քան Աստծո կամքը։ Փնտրելը զորավոր է։ Փնտրել Աստծուն, ոչ թե Աստծուց, այլ Աստծուն։ Բայց դուք նախ արքայությունը Տիրոջ խնդրեցեք եւ նրա արդարությունը։ Երբ որ մենք փնտրում ենք նրան, մենք հանդիպում ենք նրան։ Երբ որ մենք խնդրում ենք, մենք ստանում ենք նրանից։ Երբ որ մենք փնտրում ենք նրան, մենք հանդիպում ենք տվողին։ Ոչ թե տվածը։ Երեք ես մի քիչ ասեցի, մի հատ նոր մակարդակ է բացահայտել, չնայած երեք մի հատ այդ ինձ համար նոր մակարդակ էր, այսօր շատ ավելի գերադաս մի բան Տերը ինձ բացեց, որ տեսեք, որ ոչ թե որ դու վկայում ես եւ փառավորում ես Աստծուն, որ ինքը քեզ օրհնեց, որ քեզ տվեց, որ քեզ պահեց, որ սենց արավ, որն չէ, դրանով չես ուրախանում, դա չի քո պարծանքը, ուրախանում ես նրանով, որ դու նրա հետ քայլում ես։ Նրա համար ես ուրախանում, ոչ թե նրա արածների։ Պարզ եմ ասում։ Սա բարձր մակարդակ է, բայց սրանից ավելի բարձր մակարդակ կա։ Հավատքը իրականում տված է մեզ, որպեսզի մենք հավատքի միջոցով Աստծուն փնտրենք։ Եբրայեցիս 11:6 մեջ գրած է, ասում է, բայց առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինելը։ Եկեք լավ մտածենք, սիրելիներ, քանի հոգուս ապրած կյանքի նպատակն է Աստծուն հաճելի լինելը։ Եթե մեր ապրած կյանքի մեջ մենք չենք ուզում նրան հաճելի լինենք, նա միջոց է մեզ համար։ Նպատակ չի։ Մենք ուղղակի իրան ունենք, որ երբ որ ինչ-որ բան մեզ պետք լինի, այն բարեկամի մակարդակով, որը հրյաների կարգավիճակն է, վստահ իմանանք, որ ինքը այնտեղ է, վստահ իմանանք, որ ինքը մեզ սիրում է, վստահ իմանանք, որ երբ որ գանք իրանից ուզենք կստանանք, գալիս ենք, ուզում ենք, ստանում ենք եւ գնում ենք մեր գործերով։ Եվ Հիսուս ասեց. մի մտածեք դուք ձեր սրտերում, թե դուք ձեզ հայր Աբրահամ ունեք։ Հայր Աբրահամը Աստծո բարեկամ լինելով Իսրայելին տվել էր բարեկամի կարգավիճակ, բայց Աստված ասում է, հիմա կացինը դրվում է արմատին։ Հիսուս ասում է, բարեկամության համար չի տանա։ Ինչի համար կտա։ Տերը ասում է, որ ուխտը փոխվում է հիմա։ Արդեն հարաբերությունը ոչ թե ինձ էս բանն է պետք, չէ, որ դու ոչ թե դուրը թակես, այլ դու ներսում լինես։ Զգում եք տարբերությունը, որ մենք ապրենք նրա հետ։ Ինչա պատասխանում հայրը, ասում է ինձ մի անհանգստացրու։ Всё, վերջացել է այն ուխտը։ Ինքը ասում է ինձ մի անհանգստացրու։ Ինչի, որովհետև արդեն ուշ է, որովհետև ես պարկած եմ եւ իմ զավակները իմ հետ իմ ծոցում են իմ զավակները։ Սա զարմանալի բան է, գիտեք ինչու, որովհետև նրա ծոցում մի հոգի կար եւ նրա անունը Հիսուս Քրիստոս էր։ Եվ Հիսուսը հոր ծոցից հորեությունից եկավ եւ մեզ տարավ այնտեղ, որտեղից ինքը դուրս էր եկել։ Մեզ տվեց իր կարգավիճակը, որդիությունը եւ մենք պետքա հոր հետ տան մեջ լինենք, որտեղ Աստված մտցնում է անգամ մահացած անառակ որդուն, երբ որ վերականգնում է իրան, մտցնում է տուն, բայց ցավոք ավակ որդուն չի կարող մտցնի։ Կամ դեռ կմտցնի, որովհետև կիսատ է վերջացել։ Նոր հարաբերությունները սա են, որ մենք տան մեջ ապրենք, որ մենք իրան փնտրենք։ Մեզ համար գիտեք, այն նոր մանկական շրջանում մենք ուրախանում ենք, որ տեսեք, այսին ժառանգություն ենք ստացել, դա այդ օրերի ամենամեծ հայտնությունն էր, մենք ժառանգություն ենք ստացել, մենք կտակարան ունենք, կտակարանը մեզ է վերաբերվում, Աստված ինչ որ Քրիստոսով ուներ, մեզ է տվել։ Սրանք այն մանկական
հոգևոր վիճակի հայտնություններն են, որոնք որ շատ հեշտությամբ Աստծո ներկայությունից գնում են աշխարհ։ Բայց երբ որ զավակը հասունացել է, իր համար ամենակարևոր բանը իր հայրն է։ Եվ սա հոգևոր հասունության մակարդակը։ Որտեւ ինքը գիտի ում զավակն է, ինքը գիտի, որ ոչ մի բանի պրոբլեմ չունի։ Եվ ինքը պաշտում է իր հորը, սիրում է իրան ամեն բանից ավելի։ Ինքը կարա այդտեղ մնա ուղղակի եւ հոր ներկայությունը վայելի։ Ինքը կարա զգա հոր կարիքը։ Հիսուս ասում է իրան ասում են ինչի մեզ սենց վիճակի մեջ դրեցիր, կորցրեցին քեզ չէին գտնում, ասում է ինչի դուք չգիտեք, որ որտեղ պետք է լինեմ, միտեղ ասում է հորս տան մեջ, միտեղ ասում է հորս գործերի մեջ։ Եվ սրանք երկուսն էլ ճիշտ են։ Քանի րոպե է տևում դա մեզ համար։ Ինչքանն է մեր օրվա անցնում նրա հետ, նրա համար։ Ինչքանով ենք մենք մտածում իր մասին օրվա ընթացքում։ Տեսեք, այն մեծ զավակը խաբված էր, որովհետև հոր տանից դուրս ինքը զբաղված էր աշխատելով։ Ինչ էր ուզում։ Ուզում էր կարիերա ստեղծի, ուզում էր իր աշխատանքով Աստծուն հաճեցնի, ուզում էր փող հետ գցի իր բարեկամ, որովհետև իր բարեկամները տնից դուրս էին, աշխարհն էր իր բարեկամները։ Մի հատ ուլ չտվեցիր, որ իմ բարեկամներիս հետ ուրախություն անեմ։ Այնինչ հոր ներկայության ուրախությունը իր համար չկար, գոյություն չուներ։ Փնտրել ուժեղ է, որովհետև առանց հավատքի հնարավոր չի Աստծուն հաճեցնել։ Նա որ հավատում է, որովհետև նա որ Աստծուն է փնտրում, պիտի հավատա, որ Աստված կա եւ վարձահատույց է լինում իրեն փնտրողներին, ոչ թե խնդրողներին, իրեն փնտրողներին։ Տեր Հիսուսը մեզ գանձեր է ասում։ Մենք սա հենց գիտենք, թե գիտենք անգիր, բայց իրականում չենք հասկանում ինչ ասում։ Ինքը ասում է տղես, աղջիկս, ես քեզ հավատք եմ տվել, որ այդ հավատքը քեզ բերի իմ մոտ։ Որ դու գաս իմ մոտ։ Հիսուս ասում է, երբ որ աղոթեք Հայր մեր, ասեք մեր ամենօրվա հացը տուր մեզ այսօր։ Այնքան հավես է Ռուսաստանում, երբ որ այս մասին խոսում եմ, ասում եմ, գիտեք, որ հայերի համար շատ դժվար է այս խոսքը։ Մի օրվա ունեցվածք։ Սա հավոր խայտառակ բան է։ Մենք պետք է վստահ լինենք գալիք օրվա վրա։ Ով է կարտոշկա առել ձմեռվա։ 300 կիլո։ Ես շատ կառնեի, եթե նաավորելներ։ Հետո ես ռուսներին ասում եմ, լավ հայերը հասկացանք բադուկ։ Ինչի ասում մի օրվա հաց։ Որովհետև չգիտեմ մենք ոնց, բայց ինքը ամեն օր կարոտում է մեզ։ Ամեն օր։ Ու գիտեք, որ մեզ իր մոտ տանում է համար առաջինը կարիքը։ Երբ որ որդին ոչնչացրեց ամբողջ ինչ որ ուներ, ինչը ստիպեց, որ հիշի հորը։ Սովը, կարիքը։ Երբ որ ինքը մնաց սոված, առանց աշխատանք, առանց ուտելիք, առանց ամեն բանի, հանկարծ հիշեց, այ քեզ բան, ես հայր ունեմ։ Եվ ասեց, վեր գնամ, ինքը պատրաստ էր իհարկե հոր հետ չլնել, որովհետև ինքը իրան երևի անարժան էր համարում, վեր գնամ հորս, ասեմ, բանվորներ կան, ինձ էլ նրանցից մեկի պես արա։ Բայց ինչքան հեռու է մեր փոքր սիրտը Աստծո մեծ սրտից, որ նա երբեք չի կարա իր որդուն որպես բանվոր ընդունի։ Որովհետև մենք չգիտենք դա, բայց նրա վրա շատ թանկ է նստել մեզ որդի դարձնելը Հիսուս Քրիստոսի խաչով։ Նա, որ Աստծուն է փնտրում, պիտի հավատա, որ նա կա եւ որ վարձահատույց է լինում։ Հավատքը Աստծուն փնտրելու համար, Աստծուն գտնելու համար։
Երեմիայի 29-րդ գլխի մեջ Տերը ասում է ես ձեզ համար իմ ծրագրերը գիտեմ։ Երեմիան Մարգարյանում այդ 29-րդ գլխի խոսքերը Իսրայելի պատմության ամենադաժան ժամանակներից մեկում, երբ որ թշնամու զորքերը մտել են Երուսաղեմ, երբ որ աջուձախ սպանում են մեր ու մանուկ ու գերի են տանում։ Այս վաղտ, այս ահավոր մի ժամանակ, երբ որ թվում է, թե Աստված ձեռ է քաշել, վերջացավ իրանց պատմությունն էլ, իրանք էլ աշխարհի երեսից կոչնչացնեն իրանց, Աստված Մարգարեի միջոցով ասում է, ես դեռ ծրագիր ունեմ ձեզ համար։ Կողքինիդ ասա, Աստված դեռ չի վերջացրել քո համար։ Եկեք ավելին ասենք, որ նրա լավագույնը դեռ առջևում է։ Ամենասարսափելի աղետալի ժամանակ Աստված ասում է, իմ ծրագրերը ձեզ համար բարի համար են, ոչ թե չարիքի։ Ձեզ ապագա եւ հույս տալու։ Եվ որն է դա այդ բարիքը։ Այդ բարիքը սա է, դուք կգնաք, կաղոթեք։ Ամեն բարիքի սկիզբը աղոթքն է։ Դուք կգնաք ինձ կաղոթեք, ես ձեզ կլսեմ։ Տեսեք խնդրելը, չէ՞։ Հետո ասում եմ, դուք կփնտրեք ինձ եւ ես ձեզ կհայտնվեմ։ Ախորժակի հարցա, ճաշակի հարցա։ Մենք ուզում ենք մնանք հեթանոսների մակարդակին։ Դաժե հեթանոսները մի հատ սեղան ունեին, որի վրա գրված էր անծանոթ Աստծուն։ Ու երբ որ իրանց ոչ մի Աստված իրան չէր պատասխանում, իրանք նավսակի մի հատ սեղան էին սարքել, որ մտածում են, որ իրոք կարող է մի հատ Աստված կա, որ իրանք չգիտեն ու հենց այդ Աստվածը պատասխանի իրանց։ Հեթանոսներն էլ էին չպատասխանվելուց հետո փնտրում իրական Աստծուն։ Ինչ մնաց մենք սիրելներ։ Եթե մենք թողենք խնդրելու մակարդակը եւ անցնենք փնտրելու մակարդակին, Տեր ասում է ես ձեզ կհայտնվեմ։ Եվ ասում է որովհետեւ ձեր ամբողջ սրտով կփնտրեք ինձ։ Այդ ամբողջ սրտովը միշտ չի ստացվում, համաձայն եք։ Միշտ չի ստացվում։ Գիտեք, երբ է ստացվում, երբ որ մենք հատ-հատ բոլոր ձևերը փորձել ենք ու չի եղել, հետ ասում ենք, այն հայի հետի խելքը, չէ՞։ Վայ, չեմ էլ աղոթել։ Հետո գնում ենք, ասում ենք, Տեր, իմ միակ հույսը դու ես։ Ինչքան բարի է մեր Տերը, չէ՞։ Որ չի ասում, գնա մի քիչ էլ ֆրֆրա, տեսելումից ես սպասումներդ ունենում, հենց որ չի ստացվի նոր կգաս։ Ինքը ասում է, սկսեք աղոթել, կլսեմ, փնտրեք, կհայտնվեմ։ Մենք ինչ ենք ուզում, Աստծուց, թե Աստծուն։ Եկեք փոխենք մեր ճաշակը, մեր ախորժակը։ Քեզ եմ ուզում, Տեր, հոգիս ծարավի է, կենթանի, Աստծուն։ Երբ որ հետ նայենք, սիրելիներ, մեր անցած կյանքերին, ինչ եք կարծում, քանի բան կհիշենք։ Ես չգիտեմ դուք ինչ կհիշեք, բայց ես հիշում եմ նրա այցելությունները։ Եվ դրանց կողքը ոչ մի ուրիշ բան չի դրվում։ Եվ ինչքան շատ են այդ այցելությունները, այնքան երանելի ենք մենք։ Իսկ նա պատրաստ է հաճախակի մեզ այցելի։ Եթե մենք մեր ամբողջ սրտով սկսենք Տիրոջը փնտրել։ Ամեն։ Մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Մի բան էլ ասեմ ու վերջացնենք, սիրելիներ։ Եսայան ասում է, ես տեսա Տիրոջը բարձրացած գահի վրա նստած էր ինքը, եւ իր քղանցքը լցնում էր տաճարը, հետո ասում է, տեսա սերովբեներին։ Դեռ սերովբեների այդ պահվածքը բան չեն գնայի, բայց մի բան եմ ուզում մենք տեսնենք, այն ինչ որ Եսայան տեսավ։
Այս քարոսի վերնագիրը դրել եմ ինչի մասին են լռում սերով բեները։ Ինչ տեսավ Եսայան, տեսավ, որ երկնքի մեջ Աստծո գայի շուրջը առաջի բանը, որ իր աչքին ընկավ, դա կարգ ու կանոնն էր։ Սերով բեները ամեն մեկը իր տեղը ունեին, ամեն մեկը իր տեղը գիտեր, ամեն մեկը իր տեղում էր եւ ամեն մեկը անում էր այն, ինչ որ պետք է աներ։ Ովքեր են սերով բեները։ Սերով բեները սպեց ստեղծագործություն էին։ Իրանք ստեղծված են ընդամենը հատուկ մի բանի համար, նրանք առաջի կռուգն են գայի շուրջը, ամենաառաջի կռուգն են, եւ նրանք սպասարկում են Աստծո կամքը։ Բացի Եսայա 6-րդ գլխից ուրիշ տեղ սերով բերերի մասին չեք կարդա։ Իրանք չեն ուղարկվում երկիր ծառայության, իրանք չեն երևում ոչ մի տեղ պատերազմների ժամանակ, իրանք չեն գալիս պատժելու կռապաշտությունը եւ այլն։ Իրանք երկնքում Աստծո ներկայության ամենամոտ շրջանն են, իրանք երկրպագում են Աստծուն եւ երբ որ Եսան խոստովանեց, որ ինքը մեղավոր է, սերով բեն այդ ածուխը վերցրեց, կպցրեց իր շուրթերին եւ ասեց քավեցավ։ Ուրեմն մենք տեսնում ենք առաջի բանը կարգ ու կանոն։ Սիրելիներ, ուզում եք, որ Տիրոջ ներկայությունը ուժեղանա մեր մեջ, մենք պետքա լինենք կարգապահ։ Ինչ եմ ձեզ խնդրում։ Խնդրում եմ, եկեք հարգենք Տիրոջ ներկայությունը եւ ջանանք ժամանակին լինենք, չուշանանք։ Լավ։ Խնդրում եմ, եկեք հեռախոսները անջատած պահենք, երբ որ մտնում ենք դահլիճ, որ ոչ մի բան չխանգարի մեր հարաբերությանը եւ մտքերին։ Որտեւ երբ որ մենք գալիս ենք Աստծո հետ հարաբերվելու, դրանից ավելի կարեւոր բան չկա։ Ես երբեմն, երբ որ հյուր է գալիս, մանավանդ տեղը չգիտի, ստիպված հեռախոսս միացած եմ թողում կամ տալիս եմ Արենին կամ Արմանին, որ իրանք պատասխանեն, դա ծայրահեղ դեպքեր է, բայց սովորական մեր առօրյայի մեջ նորմալ է, որ մենք մեր հեռախոսները անջատենք։ Ամեն։ Եվ երրորդ բանը, որ մեզ խնդրանք չի, պաշտամունքների ժամանակ ծամուն չօգտագործենք։ Լավ, մեծ բան չի, չէ։ 3 փոքր կանոն, որի մեջ մենք կարանք մտնենք եւ դրանով Աստծուն հաճելի լինենք։ Երկրորդ բանը, որ այնտեղ կար, երկրպագության մթնոլորտն էր։ Սերով բեները շարունակաբար եւ մշտապես երկրպագում էին Տիրոջը։ Մենք կարդում ենք Սաղմոսի մեջ, որ ասում է ով Իսրայելի գովաբանությունների մեջ բնակվող Աստված։ Եվ դա այդպես է։ Պրոստը մենք մտածում ենք, որ մենք երկրպագությունով մթնոլորտ ենք ստեղծում, որտեղ ինքը պետքա գա։ Համաձայն եք թե չէ։ Հետ եղել է, որ ասենք կամ լսենք, որ երկրպագության ծառայությանը շնորհակալ ենք, որ մեզ մտցրեց Աստծո ներկայության մեջ։ Ես ասել եմ, բայց իրականում որտեղ որ նա գալիս է, այնտեղ է երկրպագությունը բարձրանում։ Ճիշտ է, երկրպագության մեջ մենք մտնում ենք, բայց դա մեր զգացմունքներն է, որովհետև Հիսուս ասում է, որտեղ 2 կամ 3 հավաքված լինեն իմ անունով, ես նրանց մեջ եմ արդեն։ Մենք նրան չենք բերում այստեղ, նա առաջինն է գալիս։ Ու երբ որ մենք սկսում ենք զգալ նրան, մեր երկրպագությունը ինքնաբուխ եւ օրիգինալ է լինում։ Նրա ներկայությունը երկրպագության մթնոլորտ է։ Ես այն անգամ էլ խնդրեցի սիրելիներ, եկեք երկրպագության ժամանակ ակտիվ լինենք։ Եկեք ոչ թե ուղղակի ինչ-որ բաներ ասենք, ես համաձայն եմ, եթե դու աղոթքի մեջ երկրպագության ժամանակ մտել ես նրա ներկայության մեջ ու սիրտը դատարկում ես, հա, կարաս է ձև անես, կարաս չերգես, բայց ինչ որ անում ես սրտանց արա։ Երբ որ երգում ես, թող քո ականջը գոնե լսի քո ձայնը։ Ինչ լավ է, որ լույսերը կտրեցին այսօր։ Փառք Տիրոջը, շատ ուրախ եմ, որովհետև մենք մի փոքր լավ երկրպագեցինք։ Առանց երաժշտության, առանց էխոների, առանց էֆեկտների, շատ օրիգինալ ձևով։ Լույսերի տեղ գիտեք։ Մարդու բան չասես։ Նրա ներկայությունը
երկրպագության մթնոլորտը։ Եղել է քեզ հետ, երբ որ Տիրոջ ներկայությունը գա, փլվես ուղղակի։ Ու քո խոսքերը քո խելքից առաջ են անցնում ու դու սկսում ես խոստովանել, ինչ որ չէիր խոստովանի, բարձրացնել Տիրոջը, բառեր ասել, որ երբեք մտքովդ չէր անցնի։ Դա նրա ներկայությունն է։ Եկեք փոխենք մեր վերաբերմունքը, հասկանանք, որ նա գալիս է այստեղ։ Պետք չի կանչել ասել Տեր, արի, Տեր, չէ, Տերը տեղ է։ Մենք ուղղակի երկրպագում ենք Տիրոջը, հավատալով նրա ներկայությանը։ Ամեն։ Հետո նրանք ուղղակի չէին երկրպագում, վերջի բանն եմ ասում, նրանք երկրպագում էին կոնկրետ ձևերով։ Նրանք ստեղծված էին վեցաթև, Աստված էր նրանց ստեղծել, ճիշտ է։ Եվ Տեր ինձ ասում էր, ես հատուկ եմ ստեղծել նրանց 6 թևերով։ Նրանց ամեն մի զույգը իր նպատակը ունի։ Նրանք իմ ճաշակի դրսևորումն են։ Ես այդպես եմ ուզում հենց իմ առաջ մշտապես ունենալ եւ տեսնել նրանց։ Նրանք երկրպագում էին ոչ թե մենակ սուրբ-սուրբով, այլ իրանց պահվածքով, իրանց կեցվածքով, նրանք ծածկվում էին Աստծո առաջ։ Դեմքը, ոտքերը եւ թռնում էին։ Եվ առաջ Աստված հաջորդ մեր պաշտամունքին, եթե Տերը կամեցավ, մենք կիմանանք, թե ինչի մասին են լռում սերովբեները։ Լավ, եկեք կանգնենք աղոթքի։